Պարոն Ասլանյան, այս պահի սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքները, այն ինչ ակնկալիքներ դուք ունեք, ինչ որոշում եք կայացնելու սահմանադրական դատարանը։ Իմ ակնկալիքը խիստ չի տարբերվում Հայաստանի Հանրապետության մեծամասնության կարծիքից, բայց ակնկալիքներն ու արձանագրումները դրանք դեռ տարբեր բաներ են, հետեւաբար մի բան պիտի ուղղակի հաշվի առնենք, որ սահմանադրական դատարանը այսպես թե այնպես իրավաբաններով համալրված ինստիտուտ է եւ իրավաբանական որոշում կայացնի եւ ոչ թե քաղաքական։ Հիմա իմ միակ հույսը նա է, որ սահմանադրական դատարանը զերծ մնա քաղաքական ճնշումներից եւ կայացնի իրավաբանության մասին խոսող որոշում։ Միակ ակնկալիքը դա է։ Մնացած արդյունքները չեմ կարող ասել, բայց ակնկալիքս նա է, որ սահմանադրական դատարանը կարողանա զերծ մնալ քաղաքական օդում տիրող թեկուզ ճնշումներից եւ մնա իրավաբանության դաշտում։ Ընդդիմությունը հաճախ խոսում է, որ այսօր դատական համակարգը Հայաստանում անկախ չի գործում եւ նաեւ մենք գիտենք, որ վերջերս է սահմանադրական դատարանի դատավոր ընտրվել նախկին քվեական պատգամավոր, հա, այս պարագայում ինչպես եք դուք զուգահեռում այս Եթե միակ փաստը նա է, որ նախկին պատգամավոր ընտրվել է, ապա այդ պատգամավորին հիմա զերծ են պահել քննությունից, ուստի ամենամեծ փաստարկը դա չէ։ Ամենամեծ փաստարկն այն է, որ 2019 թվականից սահմանադրական դատարանի վրա գնացել են խոշոր ոչ իրավական, ոչ իրավաչափ ճնշումներ եւ սահմանադրական դատարանի կազմը բռնի կերպով մանիպուլյատիվ օրենսդրական փոփոխությունների միջոցով փոխվել է։ Ամենամեծ կանխակալությունը առաջացնում է դա, բայց ելի եմ կրկնում, քանի որ մենք այլ տարբերակ իրավական մեխանիզմներ կիրառելու, քան Հայաստանի Հանրապետության ներպետական բոլոր գործիքակազմերը փորձելը այլ գործիքակազմ չունենք, ուստի սահմանադրական դատարան դիմելը այլ ընտրակ էս պահին ուղղակի չունի, անկախ նրանից մենք հավատում ենք արդյունքներին, թե չէ։ Հույսն ու հավատը չեն գալու փոխարինելու որևէ արդյունք։ Պարոն Ասլանյան, մեկը հստակեցում է, հա, դուք վիճարկում եք ընտրությունների ամբողջ արդյունքը, որ չեղարկեն ողջ արդյունքը, թե 3 ընտրատեղամասերի։ Ոչ, 3 ընտրատեղամասերի մասով չի, իրավաբանական ողջ խումբը միասնական օպոզիցիայի տարբեր փաստարկներով դիմել է, թե ընտրությունները չեղյալ համարելու, թե մանդատների ինքնուրույն բաշխման, վերընտրության, այո, վերաքվեարկության։ Ամբողջովին, ամբողջ հանրապետությունը։ Անբավեր ճանաչելու, վերաքվեարկության եւ մանդատների ինքնուրույն բաշխելու։ Պարոն Ասլանյան, եւ այսօր մենք սահմանադրական դատարանի դիմաց տեսնում ենք տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ նաեւ սահմանադրական դատարան է դիմել 7 ընդդիմադիր ուժ։ Եթե հետընտրական փուլում դուք պիտի համախմբվեիք, դուք հասկացաք, որ ձեր հիմնական նպատակը իշխանափոխություն լինելն էր։ Հիմա ինչու դուք նախընտրական փուլում չմիավորվեցիք։ Եթե դուք հետևել եք իրադարձությունների ողջ ընթացքին, ապա Սամվել Կարապետյանը ի սկզբանե համախմբման միասնականության կոչի արել եւ իր դռները բացել է, դե գործական քայլեր ինքը չէր կարող անել, որովհետեւ ինքը տնային կալանքի տակ էր, իր ուղղությամբ պիտի անեին, ովքեր որ բանակցել են, արդյունքի են հասել տվել բանակցությունները, միավորում կայացել, ովքեր որ չեն բանակցել, միավորում չի կայացել, հետեւաբար post factum ինչ որ եզրակացություններ, այս փուլում համախմբումը ունի այլ նպատակ, նախընտրական փուլում այլ նպատակ։ Նաև հաշվի առնենք, որ պարլամենտարիզմի սկզբունքը նաև հետընտրական կոալիցիաների մասին է եւ ոչ միայն նախընտրական միավորումների, ուստի ամեն ինչ տրամաբանության մեջ է, կարծում եմ մեկը մյուսին այս պահին գոնե թե ոչ հակասում, ոչ խանգարում։ Հիմա եթե դատարանը անփոփոխ թողնի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած վերջնարդյունքը ինչ եք անելու։ Ընդդիմության միասնական դիրքորոշումը ժողովրդի տրամադրություններն ուսումնասիրելուց հետո կկայացնենք արդեն որոշում կապված հետագա քայլերի մասին։ Այս պահին քանի դեռ չունենք, ես նախ նման իրավունք չեմ վերապահում, միասնական ընդդիմության անունից հայտարարություններով ցանկացած կառուցողական գործողության, ցանկացած պայքարի շարունակության մենք մեր եւ թիմը պատրաստ ենք, ցանկացած որոշման դեպքում պիտի փաստարկված լինեն այդ որոշումները, թե խորհրդարան գնալու, թե չգնալու, երկուսն էլ պիտի ունենան հիմնավորում եւ փաստարկումներ, այլապես կնմանվի ոչ մի բանի մասին խոսակցության։